Բարևսիլի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմոծությունը, նորոծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր իմ վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնեմ քո ձեռքերի մեջ, խնդրում որ քո հոգու զորությամբ գործես։ Օծիր իմ շուրթերը, կրակ դիր իմ շուրթերին, թող կրակի բոցը դուրս գա իմ շուրթերից Հիսուսի անունով, քո կամքի համաձայն, քո խոսքի համաձայն, այս օրերի համապատասխան, այն խոսքը, որ դու ունես այսօրվա համար, թող կրակի պես ուղղակի գա ու մոխրացնի ամեն դիվային ծրագրերը Հիսուսի անունով։ Հայր, ամեն բան քո վերահսկողության մեջ եմ հանձնում, քո կատարյալ կամքի մեջ, քանի որ քո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է Հիսուսի անունով, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, Հայաստանում իրավիճակը ինչ ձև է, գիտեք, ինչ է կատարվում։ Գիտեք, ես այսօր երկու խոսք եմ տեղադրել Աստվածաշնչից, մեկը հայերենով, մեկը ռուսերենով։ Դրանք պատահական խոսքեր չեն։ Հայերենով խոսքը այն մասին է, երբ որ Իսրայելը գտնվում էր Եգիպտոսում ու Աստված Մովսեսին ասել էր, որ ժողովրդին դուրս հանի անապատ իրեն երկրպագելու, նման ձևով ուզում էր ազատել գերությունից, բայց փարավոնը ամեն գնով հակառակվում էր։ Մովսեսի ձեռով 10 հրաշքներ եղավ։ Ամեն անգամ Մովսեսը բերում էր դատաստանը փարավոնի վրա, փարավոնը խեղճանում էր, խելոքանում էր, համաձայնվում էր, հետո փոշմանում էր, բայց վերջի դատաստանը Աստված ասեց, արդեն գալիս է մահվան հոգին, ասեց մահվան հոգին այս գիշեր կանցնի ու ամեն տան վրա, որտեղ որ չի լինի գառան արյունը, այդ տան մեջ մահա լինելու։ Ու գիտեք, այդ տեղը ուղղակի այսօր առավոտյան Սուրբ Հոգին հիշացնում էր ու դրա համար հենց այդ տեղը տեղադրել եմ։ Գիտեք, իրավիճակը իրականում ոնց կա Հայաստանում, այդքան պարզ չի։ Հստակ երևում է, որ սա կազմակերպված է, բայց ինչ հերթականություն է ստանալու, որ դեպքում որ սցենարն է խաղարկվելու, պարզ չի։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք այս ամեն ինչը Աստծո առաջ բերելով, իրականում հանձնենք դատը Աստծուն, որովհետև իրականում սրտեր քննողն Աստված է։ Բնական է, որ սա ինչ-որ կենտրոններից հրահրված ծրագիր է Հայաստանի դեմ ու տեսիլքի դեմ, որովհետև կամ սա տանում է դեպի ռուսական գերություն, կամ տանում է թուրքական գերություն։ Ես անցած անգամ ասում էի, որ սա Կրեմլից կազմակերպված է, որ սա ռուս-թուրքական ծրագիր է։ Ես մնում եմ նույն կարծիքին։ Ուղղակի որ սցենարն է խաղարկվում ու երևի թե իրանք նայում են, թե ժողովուրդը ում կողմը կլինի, որ այդ մեծամասնությունը ժողովրդի ում կողմն էլ որ կլինի, ինքն էլ հաղթանակ է տանելու։ Բայց անկախ ամեն ինչից շատ կարևոր է իրականում, թե այս իրավիճակին ոնց է նայում Աստված, ոչ թե այն ինչ են իրանք պլանավորել Հայաստանի դեմ։ Հայաստանը ես շեշտում եմ, որ Աստծո սեփականությունն է, որ Աստծո կողմից որոշված երկիրն է, մեծ հայքի սահմաններով Հայաստանն է։ Տեսիլքի դեմ գործողներին ես հանձնում եմ Աստծո ձեռքերի մեջ, որ Աստված ինքը հաշվի հարդար տեսնի, բայց տեսիլքը կատարողներին օրհնում եմ, որ իրանք էլ ավելի բարձրանան ու զորանան։ Հնարավոր է, որ այս դեպքում բոլոր այս ուժերը, որ կան ներգրավված, թե ռուսական, թե թուրքական, թե գուցեև էլ ուրիշ ուժեր, դրանք հնարավոր է բոլորն էլ Աստծո կամքի դեմ գործող ուժեր են ու ամեն մեկը իր ծրագիրն է իրականացնում, որովհետև չեմ կարծում, որ որևէ մեկի նպատակն է մեծ հայքի սահմաններով Հայաստանի վերածնունդը այս ամեն ինչի արդյունքում։ Ու նույնիսկ առաքելական եկեղեցին, որ ինքը հոգևոր առումով Աստծո կամքը պետք է հայտներ ու հստակ կանգներ խոսքի վրա, հռչակեր Տիրոջ կամքը ոնց կա Հայաստանի վրա, առաքելական եկեղեցին նույնպես լռում է, ինչը որ ճիշտ չի, որովհետև առաքելական եկեղեցու հոգևորականի զենքը խոսքն է,
խոսքը, որը կա Աստծուց, մարգարեական խոսքը Հայաստանի մասին, ու հենց այն առաքելական եկեղեցու հետևորդների խոսքերը, որ ժամանակին եղել են, հենց մեծ հայքի հետ կապված, սրանք կարևոր բաներ են, որ այս պահին առաքելական եկեղեցին պետք է խոսքով հանդես գար ու ժողովրդին միաբաներ խոսքի շուրջ, Հայաստանի շուրջ, տեսիլքի շուրջ, ինչը որ չի արվում։ Ու սա բացահայտ երևում է, որ բոլորն են խառնված, բոլորն են ինչ որ կենտրոնների հրահանգ կատարում։ Դրա համար ես այդ իրավիճակը ներկայացնելով, Աստվածաշնչի այդ հատվածը տեղադրելով, Աստված ասում է, որ բոլորի տներով է անցնում, նույնիսկ հրեաների տնով պետք է անցներ, եթե այդ արյունը չլներ։ Ու նույնիսկ այդ ժամանակ, երբ որ Եգիպտոսից դուրս են գալի, ոչ միայն հրեաներն են դուրս գալի, այլ տեղացիներ, ուրիշ ազգեր, որոնք նույնպես վերցնում են ու հրեաների նման անում են այդ գառան, այդ արյունը քսում են իրանց դռներին, իրանց դռների մոտով նույնպես մահվան հրեշտակը, երբ որ անցնում է, իրանք նույնպես չեն վնասվում, բայց այն բոլորը, ովքեր որ Աստծու կամքի դեմ էին գործում ու չէին թողում, որ Աստված Իսրայելին հանի այդ գերությունից, իրանց տներում մահվան հրեշտակը բերում է դատաստանը։ Գիտեք, նորից եմ ասում, իրավիճակը այնձև է, որ ես իրականում չգիտեմ ով է, բայց քանի որ Աստված գիտի, դրա համար ես ամեն բան հանձնում Աստծուն, ու ես խնդրում եմ, որ Աստված ինքը այցելի բոլոր այն մարդկանց, ովքեր որ մտածված ձևով փորձում են Հայաստանը տանեն գերության, ու անկախ նրանից, թե դա ինչ գերություն կլինի, ռուսական կլինի, թուրքական կլինի, գուցե մեկ այլ գերություն է, որը դեռ չի երևում, ամեն բան Աստծու խոսքից դուրս, Աստծու կամքից դուրս, Աստծու տեսիլքից դուրս դատապարտված է Հիսուսի անունով։ Ու ես դրա համար արձակում եմ ու խնդրում եմ, որ Աստված արձակի դատաստանի հրեշտակներին այն բոլոր մարդկանց վրա, ովքեր որ սա կազմակերպել են, իրանց ծրագրերի վրա։ Աստված իմ սրտեր քննողը դու ես, պահի Հայաստանը ու հայ ժողովրդին, թույլ չտաս, որ հայ ժողովուրդը մոլորվի որևէ մեկի կեղծ, սին, ունայն գաղափարների հետևից գնալով։ Հանկարծ չլինի, թե ժողովուրդը մտածի, որ սա հենց այն տարբերակն էր, որին սպասում էին ու սա հարցի լուծումն է, բայց դա տանի ավելի կործանարար ճանապարհով ու ավելի մեծ աղետի։ Դրա համար ես խնդրում եմ քո վերահսկողությունը Հայաստանի վրա, որը քո սեփականությունն է։ Ես Հայաստանի վրա կանչում եմ Հիսուս քո արյունը, բոլոր հայ ժողովրդի վրա կանչում եմ քո անարատ արյունը, Հիսուս, որ դու թափեցիր խաչի վրա, քո արյունը բոլորի վրա, քո պաշտպանությունը բոլորի վրա, որ չլինի որևէ արյունահեղություն, բայց այն բոլոր մարդիկ, ով որ սատանայի ծրագիրն են իրականացնում, կոնկրետ կենտրոններից հրահրված, իրականացնում են հատուկ գործառույթ, որպեսզի Հայաստանը տանեն գերության մեջ, խառնաշփոթի ու քաոսի մեջ, որպեսզի Հայաստանը կանգնի աղետի առաջ, այդ մարդկանց ես հանձնում եմ քո դատաստանի հրեշտակների ձեռքը, որոնք խնդրում եմ, որ մերկացած ծրերով անցնեն դրանց տներով։ Ամեն ով որ դուրս է եկել քո կամքի դեմ, Աստված ջան, քո հրեշտակներին արձակիր, որ դրանց հետ հաշվեհարդար տեսնեն, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս։ Ես արձակում եմ դատաստանի հրեշտակները Թուրքիայի վրա, Էրդողանի վրա, արձակում եմ դատաստանի հրեշտակներին Ադրբեջանի վրա, Ալիևի վրա, արձակում եմ դատաստանի հրեշտակներին բոլոր այն 57 մուսուլմանական երկրերի վրա, ովքեր որ միաբան հռչակագիր ընդունեցին, որ Հայաստանը Ադրբեջանի արևելքն է։ Աստված իմ, այդ բոլոր մարդիկ, այդ բոլոր երկրի ղեկավարները, որոնք միաբան հավաքվեցին ու քո կամքին հակառակ որոշում կայացրեցին, իրանք բացահայտ ցույց տվեցին իրանց դիրքորոշումը, որ քո կամքի թշնամիներն են։ Ու ես խնդրում եմ, որ քո դատաստանի հրեշտակները մերկացած ծրերով անցնեն այդ բոլոր երկրերով ու բոլոր այդ ղեկավարների հետ հաշվեհարդար տեսնեն,
խոնարհեցնեն քո առաջ։ Եթե հնարավորություն կա ապաշխարելու, թող ապաշխարեն, եթե չէ, թող իրանց երկրերում այն քաոսը, որ իրանք մեր երկրային արձակե, վերադառնա իրանց երկիր հազարապատիկ Հիսուսի անունով։ Ամեն մի կենտրոն, որ փորձում է Հայաստանում խառնաշփոթ առաջացնելով գողանա Հայաստանի սիրտը ու իրանք ջերի դարձնի, այդ կենտրոնների վրա ես կանչում եմ քո Սուրբ Հոգու կրակը։ Քո հրեշտակները շատ լավ գիտեն դա որտեղ է ու ովքեր են։ Դատաստանը չուշացնես, Հայր, քո արդար դատը չուշացնես։ Սա հարձակում է քո դեմ, քո երկրի դեմ, քո հավատքի դեմ։ Ու սա թող դառնա պատճառ, որ հայ ժողովրդի սիրտը ավելի բորբոքվի կրակով դեպի քեզ, ավելի սկսի պայքարել քրիստոնեական արժեքների համար, ու սա թող լինի հարության ժամանակը Հայաստանի, սա թող իրականում լինի առաքելական եկեղեցում իրական փոփոխությունների ժամանակը, որ մարդիկ բարձրանան, փափագելով քեզ ճանաչեն ու ժողովրդին օգնեն քո կամքը ճանաչեցնելով, որ այն դերն ու նշանակությունը, որ ունի առաքելական եկեղեցին, որ դարեր ի վեր կատարել են մեր հայրերը, որովհետև ունեցել են իրականում կենդանի հավատք ու շփում քո հետ, այդ կենդանի հավատքը թող վերադառնա առաքելական եկեղեցի ու ամեն բան, ինչ որ պետք է որ փոխվի առաքելական եկեղեցում, թող փոխվի քո հոգու զորությամբ, քո կամքի համաձայն, քո դրվածքի համաձայն, քո կարգ ու կանոնի մեջ, ոչ թե կողքից որևէ մարդկանց ազդեցության արդյունքում, այլ ներսից քո հոգու զորությամբ Հիսուսի անունով, ամեն։